հայկական բարձրավանդակում էլ կայսրության արևելյան հատվածում ռեգիոնալ ինքնությունները հայերի երբեմն գերիշխում էին ազգային, այսինքն եթե կար այդ ժամանակ այդպեսին համահայկական ինքնությանը, օրինակ ել չեմ ասում, որ շատ բարբառներ դժվար էր, միմյանց դժվար էին հասկանում, այսինքն ինչ էր հայից ինչ էր մնացել։ Հայից մնացել էր քրիստոնյա։ Մնացել էր քրիստոնեական կրոնը, հավատքը միակ բանն էր, այդ կայսրությունում ծրված թրքախոս, տարբեր բարբառներով ու խոսվածքներով խոսող ժողովրդին միավորող։ Ընդ որում դա պարտադրված ինքնություն էր։ Պարտադրված ինքնություն էր Թուրքիայի կողմից, Օսմանյան կայսրության կողմից։ Ինչու՞։ Որովհետև Օսմանյան կայսրության իշխանավորների նպատակը հայոց հայրենիքի զավթումն է եղել, չէ՞։ Նրանք պարտադրել են հային մի ինքնություն, որից քերել հանել են տարածքի հողի գաղափարը։ Այսինքն դու տարածքին չկցված այսպես միավոր ես, որի միակ ընդհանուր միացնող գիծը անգամ լեզուն չի մնացել, մնացել է կրոնը, քրիստոնեական հավատք։ Եվ Պոլսի պատրիարքն էլ որպես իրանց բյուրոկրատիայի մի մաս, հայկական համայնքը, իրենց ընկալումը հայերի ներկայության, հայկական ինքնության ոչ տարածքային միավոր քրիստոնեական հավատքի հիման վրա մարդկանց խումբ, որը իդեպ իր արդյունքները տվել էր, ինչպես արդեն ասացի, լեզուն նահանջում էր ինքնությունը, միայն քրիստոնեության վրա հիմնված ինքնություն։